Պարոն Աբրամյան, խնդրեմ ձեր գնահատականը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ ինչի մասին է խոսում այս պատկերը, խնդրեմ։ Նախ այս 7 տարիների ընթացքում բազում առիթներ է եղել արձանագրելու, որ մեր երկրում ոչ թե գործում է կամ իշխում է օրենքի գերակայությունը, այլ մեր երկրում գործում է կոնկրետ մեկ անձի քաղաքական քմահաճույքը, որը որևէ կապ չունի օրինականության հետ։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր գործիչներ, տարբեր քաղաքացիներ որևէ ձևով չեն կիսում իշխանության մոտեցումը այս կամ այն հարցի հետ կապված, հատկապես իրավիճակը լարվել է այն պարագայում, երբ որ այս դեպքում թիրախավորվել է նաև հայոց եկեղեցին, Մայր Աթոռը եւ նրա հոգեվորականները, եւ այս իրավիճակում ի թիվս շատ այլ ուժերի, գործիչների, նաև Մայր Աթոռի պաշտպանության դիրքերից հանդես է եկել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։ Հիմա իշխանության համար սա դարել է, այսպես ասեմ, տղայական մի կողմից արտաքուստ տղայական ռազմական առարկա, մյուս կողմից այն միջոցները, որոնք ցույց է տալիս, այս պայն դեռևս քարոզչական մակարդակում է արտահայտվում, իսկ ավելի վաղ նաև ձերբակալություններ են այստեղ բավականին կոշտ, 4-5 տասնյակ մարդու մասին է խոսքը, ըստ էության ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է բոլոր հարցերով ցույց տալ, թե ինքն է իրավիճակի վերահսկողը, բայց այստեղ խնդիրը ոչ թե երկրում որևէ process-ի նկատմամբ վերահսկողությունն է, այլ փաստացի կա իրավիճակ, երբ որ հայկական ինքնությունը, պետականությունը եւ նաև տարբեր փուլերում հայկականությունը ապահովող ինստիտուտը Մայր Աթոռը այս պահին գործող իշխանության կողմից թիրախավորվում է։ Բնական է, չէ, որ բոլոր առողջ մարդիկ անկախ քաղաքական մոտեցումներից, անկախ այն հանգամանքից Հայաստանում են ապրում, թե դրսում են ապրում, բոլոր առողջ բանական մարդկանց մոտ ներվ է առաջացնում այն իրավիճակից, որը ստեղծված է, որտեղ բոլորն են հասկանում այն կարևոր դերը, որը ունեցել է, ունի եւ հետագայում էլ ունենալու է Մայր Աթոռը հայկական դիրքերի եւ հայկականության պաշտպանության նաեւ տեսանկյունից եւ բնականաբար դիրքորոշում են արտահայտում եւ ճիշտը սա է այս իրավիճակում յուրաքանչյուրը պետք է ովքեր նույնիսկ մի փոքր հայտ ունեն հանրային քաղաքական կարծիք ստեղծելու կամ որևէ process-ում ներգրավություն ապահովելու բնականաբար պետք է դիրքորոշում արտահայտել որ մենք հասկանանք այս մարդիկ այս առանցքային հարցում ոնց են մտածում հիմա Սամվել Կարապետյանի դիրքորոշումը արտահայտել է որը դարձել է այսպես ասեմ հարցակումների այս պայն քարոզչական եւ քաղաքական մակարդակում թիրախ եւ բնականաբար իշխանությունը փորձելու է այս process-ը շարունակել։ Սամվել Կարապետյանը նշել է, որ իր սկզբունքներից ետ չի դառնալու, բայց տեսեք Նիկոլ Փաշինյանն էլ իր էջում գրառում է կատարել, նշում է, ասում է, որ նորից ակտիվացել են եւ пассивացնելու է ընդ որում այս անգամ ընդմիշտ ինչ սպասել։ Գիտեք Փաշինյանը քաղաքական առհասարակ ընդդիմախոսների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորումներ է ունեցել։ Մի մարդու մասով արտահայտվել է ազատազրկման, մեկի նկատմամբ բռնություն կիրառելու, մեկի նկատմամբ հարազատների նկատմամբ ճնշումների գործադրմամբ։ Հիմա ամեն մի իրավիճակում տարբեր է եղել։ Թե ինչպեսի կլինի դրսևորումը այս պահին, դա նաև շատ բանով կախված է նաև հանրային ակտիվ եւ քաղաքացիական դիրքորոշումից մարդկանց, ովքեր ի վերջո հասկանում են, որ այս գործընթացը ոչ թե խնդիր է իրավական հարթության մեջ, այլ Նիկոլ Փաշինյանը իր համար ճանապարհ է բացում։ Նշեցիք, որ հանրությունը պետք է սատար կանգնի, այստեղ նաև մեծաթիվ մարդիկ են հավաքվել, պաշտոնյաներ, ինչ զարգացումների սպասումներ ունեք։ Գիտեք, այստեղ հավաքված մարդիկ ինչ-որ մեկի զանգով չեն հավաքվել, մարդիկ բոլորը տարբեր լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի մոտ կարդացել են իրավիճակը, եկել են։ Մարդը չի էլ տեսել կյանքում Սամվել կամ Կարեն Կարապետյանին, այստեղ իրավիճակն է թելադրել, որտեղ մարդիկ հասկանում են, որ մենք ունենք հիմա Հայաստանում իրավիճակ, եւ իշխանությունը դժնամի հրճակում բոլոր այն անձանց, ովքեր այս կամ այն հարցում իրենց մոտեցումները չեն կիսում։ Եվ սա այսօր արտահայտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, վաղը այլ անձանց նկատմամբ է կիրառվելու եւ այն համակարգ ավտորիտարից դեպի նույնիսկ տոտալիտար բնույթի անցնող, որը այսօր Հայաստանում է ներկայացված, սա մեր ժողովրդին որևէ լավ տեղ չի տանելու։